թե որ լսվի։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Ուրեմն մի փոքր կանկեղծանամ, թե ոնց ստեղծվեց մեր ասոցիացիան։ Մեր ասոցիացիան ինքը երկար տարիների առանձին պայքար էր։ Մենք երկար տարիներ փորձել ենք առանձին ընտանիքներով պայքարել, իմանալու մեր երեխաների, մեր հարազատների ճակատագրերը, գնացել ենք տարբեր կառույցներ, հարցեր ենք տվել, պատասխանների ենք սպասել։ Վերջապես մենք ուզում էինք ստանալ մեր ամենակարևոր հուզող հարցը, որտեղ են մեր երեխաները։ Եվ այդպես մենք մայրերով խումբ ստեղծեցինք, մի խումբ մայրերով առանձին էին գնում, հայրերը առանձին էին գնում, լինում էր անգամ նույն ընտանիքի անդամներ, մեկը մյուս գնում էր մի ուրիշ կառույց, մայրը առանձին կառույց, ու այդպես որոշեցինք երկար պայքարից հետո հասկացանք, որ ճիշտը միաբան լինելն էր, կառուցել մի այնպիսի հարթակ, որ լինենք միասնական, լինենք ավելի ուշիմ, հետևողական, ճիշտ աշխատանքներ վարենք, լինենք ավելի կառուցողական։ Ու հենց այդտեղից էլ ստեղծվեց այս ասոցիացիան։ Ասոցիացիայի հիմնական նպատակն էր գնալ երեխաների ճակատագրերի բացահայտման հետևից ու պաշտպանություն, ընտանիքների պաշտպանության համար է։ Մեր ասոցիացիայի հիմնական կարևորությունը այն էր, որ մենք մենակ 20-ական թվականներ կամ 23 կամ 90-ականներ չենք, մենք համատեղ ենք մեր ասոցիացիան։ Մեր ասոցիացիայում ներառված են 90-ականներից, դեռևս մենք գիտեք բոլորս ունենք անհայտ կորածներ, 20-ի պատերազմից, 23-ի պատերազմից ունենք նաև 23-ի պայթյունի հետևանքով անհայտ կորածներ։ Ու մեր ասոցիացիայի հիմնադիր անդամների մեջ հենց կան բոլոր ժամանակահատվածների անհայտ կորածների ընտանիքներ։ Մեր ասոցիացիան սիրով կհամագործակցի բոլոր այն կառույցների հետ, օրինակ կլինեն դրանք պետական մարմիններ, կլինեն դրանք միջազգային կառույցներ, կլինեն դրանք դոնոր կազմակերպություններ, կլինեն հասարակական կազմակերպություններ, հետազոտական կենտրոններ։ Մենք սիրով կհամագործակցենք բոլոր այդ կենտրոնների հետ, պահպանելով մեր չեզոքությունը եւ հումանիտարությունը մեր չեզոք բնույթը մեր անպայման կպահպանենք։ Եվ ուզում եմ բոլորը պարզ հասկանան, որ այս ընտանիքների, այս թվերի հետևում անհայտ կորածների ուղղակի թվեր չեն, նրանք մարդիկ են, նրանք ընտանիքներ են, նրանք սպասում են, տարիների սպասում են։ Շնորհակալություն, խոսքս փոխանցեմ Արամչյան աղջիկին։ Բարև ձեզ։ Ես այսօր այստեղ ոչ միայն որպես ասոցիացիայի հիմնադիր անդամ եմ, այլ նաև 90-ականների անհայտ կորած ազատամարտիկի որդի, 90-ականների ընտանիքների ներկայացուցիչ։ Երբեմն կարող է թվալ, թե 90-ականների դեպքերը շատ վաղուց են եղել, սակայն հարցը չի հնացել, չի վերացել, ճշմարտությունը իմանալու մեր իրավունքը չի կորցրել իր ուժը։ Ցավոք սրտի տարիների ոչ արդյունավետ եւ ոչ համախմբված աշխատանքների արդյունքում առ այսօր մենք ունենք չլուծված խնդիրներ ու պատասխաններ։ Այս խնդիրը միայն անցյալի մասին չէ, այն նաեւ մեր ներկայի եւ ապագայի մասին է։ Անորոշության ծանրությունը փոխանցում է սերունդեսերունդ։ Անհայտ կորածների երեխաները այսօր արդեն իրենք են ծնողներ, բայց դա շարունակում են փնտրել իրենց հայրերին, եղբայրներին եւ հարազատներին։ Մենք այստեղ չենք եկել ամեն մեկս մեր միայն ցավի մասին խոսելու համար։ Մենք ցանկանում ենք, որ մեզ լսեն, որ անհայտ կորածների հարցը մշտապես մնա պետական եւ միջազգային օրակարգում, եւ որ ձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը նրանց ճակատագրերը պարզելու համար։ Մենք չենք պահանջում անհնարինը, մենք պահանջում ենք ճշմարտություն։ Մենք ուզում ենք իմանալ ինչ է պատահել մեր հարազատների հետ եւ ինչ լուծումներ կա տալու դրանց համար։ Յուրաքանչյուր անհայտ ընտանիք, անհայտ կորած անձ ունի անուն, պատմություն եւ իրեն սպասող ընտանիք։
Իմ հայրը պարզապես թիվ կամ տարիներ առաջ գրանցված դեպք չէ։ Նա մարդ է, իմ ընտանիքի անդամը, իմ բացակայող մասը, ինչպես եւ մնացածի հարազատները։ Շնորհակալություն։ Ջան, ես բանել եմ մեր գործունեության բանը խնդրեմ կարդալ։ Ժորժ ջան, իմ խնդրանքով այսան մա թող մեր կանոնադրության մեջ զբաղվելու բանը կարդալով ասել։ Սունկի մի ստատուսները սիստեմատիսի ասա, որ բոլորը լսեն կորզը։ Որն ասել։ Հետո արամ։ Չէ, արամ։ Ներողություն ես խոսում։ Առաջ անգամ եք ասում։ Ստես։ Կազմակերպության առաքինությունը, գործունեությունը, առարկան եւ նպատակը։ Կազմակերպության առաքինությունը միավորել աջակցել անհայտ կորած անձանց հարազատներին, ներկայացնել նրանց շահերը, ուժեղացնել նրանց ձայնը, պաշտպանել իրավունքները եւ հասնել ճշմարտության, արդարության, անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման։ Առարկան եւ նպատակներն են ստեղծել անհայտ կորած անձանց հարազատների, այսուհետ ընտանիքների միասնական ճակատ, խթանել անհայտ կորած անձանց հարցերի վերաբերյալ հանրային իրազեկությունը, ներկայացնել անհայտ կորած անձանց հարազատների շահերը, ազգային եւ միջազգային հարթակներում, անհրաժեշտության դեպքում աջակցել եւ ուղղորդել անհայտ կորած անձանց հարազատներին, ստանալու հոգեբանական եւ իրավաբանական ծառայություններ, կառուցել համագործակցություն եւ փոխվստահության մթնոլորտ անհայտ կորած անձանց հարազատների եւ կազմակերպության միջեւ, նպաստել անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանմանը, ճշմարտության բացահայտմանը, իրականացնել փաստագրահավաք գործունեություն, պաշտպանել անհայտ կորած անձանց եւ նրանց հարազատների իրավունքները, իր նպատակներն ու իր խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման եւ տեղական կառավարման մարմինների, միջազգային օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գրածված այլ կազմակերպությունների հետ։ Շնորհակալություն։ Կարելի է արդեն։ Անդամ։ Շատ լավ, պատմեք վերջին անգամ երբ եք հանդիպել, ընդհանրապես ինչ հույսեր կան, ինչ է ձեզ ասել իշխանության հետ պատկան մարմիններ, այսպես ասեմ, հատկապես ԱԱԾ-ի մեր վերջին հանդիպան ժամկետը հիշեցիք ու բովանդակությունը եւ որևէ նշույլ կա, հույսի կամ որևէ քայլ անում են այդ ուղղությամբ, թե դա հայ-ադրբեջանական խաղաղության համատեքստում է, երբ որ լինի խոստացած խաղաղությունը, ժամանակ էլ այդ հարցերը լուծվել, ինչ են ասում ձեզ, ինչ շնորհակալություն հարցի համար։ Դուք ճիշտ եք ասում, ես հանդիսանում եմ անհայտ կորածների գերատեսչության անդամ, մասնակցում եմ նիստերի շրջանակում Աբազյանի ժամանակվանից սկսած որոշակի հաջողություններ մեր բարձրաձայնած մենք գրանցել ենք, ընդհուպ մինչև դժողի կարգավիճակ ներկա ունեցողների վերաբերյալ քննություն նշանակել, այդպես հարցերի բանով մենք զբաղվել ենք։ Աբազյանի փոխվելուց հետո երկու նիստ ա եղել, կոնկրետ որ ասեմ, ինչ-որ փոփոխություն այդ ընթացքում կա, չկա, միակ փոփոխությունը, որ հանձնաժողովները դրսի մեկ էլ ներսի իրար հետ համագործակցում են ու այո, ու ոնց որ հույս է առաջացել, որ ինչ-որ մի փուլում կարող է գան համաձայնության, որ վերսկսվի այդ աշխատանքները, որոնողական, թե նույնականացման, թե մնացած։ Մենք էլ հույսով ենք, որ Աստված տա, մենք էլ ողջ երեխեք կգտնենք։ Որ ասում են, ինչ ժամանակահատվածի մասն է, ոսկորնակ Անդրանիկ Սիմոնյանը, ԱԱԾ պետը, որ մասնակցում եք գիտեք ինչ, ես էլ եմ հասկանում, դուք էլ ժամանակը մասին ոչ մեկ այս բան չի կարող ոչ մի բան ասի, դրա մեջ մտնելը մի քիչ անշնորհակալ գործ կլինի, էլի։
բանակցությունա գնում էլ հանդիպումներ իրար մեջ տես դաժե բաներ կա որ անդամ լինելով մենք էլ տեղյակ չենք մեզ էլ չեն ասում թե գաղտնիությունա պարունակում իսկ ես այդ գաղտնիության բանը չունեմ դոստոպը չունեմ Այսինքն կատարյալ անորոշություն է հետորացների մասերով ծնողների համար կարելի ասել այդ անորոշությունը կա հենց այդ նպատակով էլ այսօր այս ասոցիացիան որ բացվում է որպեսզի մենք էլ ինչ-որ մի գործողությունով, ինչ-որ մի արարքով կարողանանք առաջընթաց գրանցել ու ֆիզիկական անձից դառնանք իրավաբանական անձ ու մեր հնարավորությունները շատանա։ Ես չեմ կարող։ Հասարակական կազմակերպությունը ինքներդ նամակներ գրեք, մենք արդեն անում ենք բոլորովին վերջերս ես Բովանդակային մեր տեսակետը զեկույցով ուղարկել եմ ՄԱԿ-ի բռնի անհետացումների կոմիտե կստացի բանի մեջ էլ հեսա կարդամ արձագանք կա բանի մեջ հայտնված է այս բային բռնի անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի կայքի էջում կա Հայաստանին նվիրված բաժնում զեկույցը կա ու սեպտեմբեր ամսի մեջ պետք է կոնֆերանս լինի այդ համատեքստում ես պետք է մասնակցեմ այդ կոնֆերանսին մեր ասոցիացիայի կարևորությունը որտեղ է որ մենք կարող ենք մեր կարծիքը առանց քաղաքական ինչ-որ բաների արտահայտվենք մենք ինչ ենք մտածում ինչ ենք զգում կարող է ոնց որ դուք ասեցիք հանձնաժողովներ ինչ-որ քաղաքական զգուշություն պաշտպանեն, բայց մենք այդ բանի ժամանակ անպայման խոսանք են ինչ-որ մենք ենք մտածում ու ինչ մենք զգում ենք։ Իսկ մի ճիշտում էլ անեմ, դուք հանձնաժողով դրա համար ստեղծեցիք, թե օրինակ կարծում եք իշխանությունը բավարար քայլեր չի անում ձեր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ներողություն հանձնաժողով թե հասարակական կազմակերպություն։ Այսինքն դուք այդ քայլին անցաք, որովհետև դուք բավարար քայլեր չտեսաք պատասխանատու մարմինների։ Գիտեք ինչ, ձեզ sense պատասխանեմ ես։ Մենք գոհացնում են ինչ անում ու ասում են իշխանությունները։ Ես հեսա խոսեմ դրա մասին։ Մենք անհետ կորածի ծնողներս միջև չտեսնենք երեխեքի հարցերի պարզաբանումը, անկախ ամեն ինչից դժգոհ ենք լինելու։ Բայց եթե նստենք սկսենք դժգոհել, սաղ կյանքներս կարող է դժգոհենք ու տենց դրա համար մենք որոշեցինք այն ձեդի ռեպկա է հայրենոց կլնի պապն ու շախկամը այն մկան ուժն էլ գործին օգուտ է մենք որոշում ենք որ ինչ-որ մի բանով օգուտ տալով որովհետև ինչ ուզում ալնի այդ հարցը լուծվելու է իշխանության միջոցով եթե մենք ինչ էլ հասնենք պետք է ինչ-որ միջոցով իրանց աջակցությունը ըլնի դրա համար մենք որ ասեցի խթանելու ենք անպայման մենք աշխատելու ենք որ մեր բանակցությունները իշխանության հետ նենց ստացի որ աշխատանք դառնա ոչ թե պայքար կամ բոլոր մնացածին մենք այս պահին հանրության մասին էլ խոսացի հանրության բոլորի աջակցությունն էլ մենք ունենք Հեսա մի քիչ հետո էլի խոսամ օգոստոսի 30-ը միջազգային անհետգործների օրն է մենք միջոցառում ենք կազմակերպել դրա մասին եք խոսամ միջև մարդկանց հետ չես շփվում չես խոսում մտածում ես անտարբեր են բայց այս միջոցառման շրջանակներում ումը ոնց դիմում ենք պատրաստակամությունով աջակցում այսինքն իմ կարծիքն է այս բային որ հանրությունը ոչ թե անտարբեր այլ ինքը չգիտի ինչով օգտակար լինի Ես տենց եմ այս բան մտածում, որտեղ այն պահը, որ առաջարկություն ենք անում մարդկանց, որ այս նպատակով անհետ կորածների ուզում ենք ինչ-որ մի քայլ անել, բոլորը պատրաստակամությունով կանգնած են ուզում են օգտակար լինել։ Ես հիշում եմ, դուք մի շարք բողոքի ակցիաներ եք իրականացրել, փողոց եք փակել, կառավարության շենքերի մեկը իրականացրել։ Վերջին անգամ էլ եթե չեմ սխալվում, ասում եք, որ հակարի կամուրջ եք գնալու, բանում եք իշխանություններին, ասում եք, որ անհապաղ պետք է այս հարցին որևէ լուծում տրվի։ Դրանից հետո որևէ արձագանք եղավ հանդիպումներ։ Երևի դուք ուշադիր չեք ելը դրանից հետո մի քանի տասնյակ ծնողներով ԱԱՑ-ի տնօրեն հետ հանդիպում ունեցան, պայմանավորվածություններ ձեռք բերվեց։ Այդ պայմանավորվածությունը ընթացքի մեջ է, էլի հանդիպում պիտի լինի, մենք մեր
ճանապարհային քարտեզը, մեր պատկերացած աշխատանքները, ինչի մասին որ խոսում է, իրանց հետ պետք է քննարկենք ու հասկանանք, իրանք համաձայն են դրան թե չէ, նույն ձևի մենք ուղղորդվելու ենք թե չէ, նոր հետո արդեն եթե հասկանանք, որ ծայրահեղության պետք է գնանք, մենք ամեն քայլ էլ պատրաստ ենք ծայրահեղության գնալու համար, բայց ելի եմ կրկնում, քանի կա ինչ-որ մի հատ հույս, որ աշխատանքների արդյունքում կարող ենք հասնել նպատակին, իհարկե ես չեմ ուզի ոչ մի ծնող ծայրահեղության դիմի։ Դրա համար իմ կարծիքը, չգիտեմ ինչքան կհամբերենք, բայց կարելի է համբերատար աշխատանք տանել մինչև հասցնենք նպատակին։ Որովհետև Ժողովուրդ ջան, 6 տարի անցավ, Արամը արդեն 30 տարի է, եթե ես բողոքեմ այս իշխանությունից, Արամը պետք է բողոքի 4 իշխանությունից իրար հետ։ Իսկ բողոքը ինձ թվում է մեզ ոչ միտեղ չի տանի, ավելի լավ է սկսենք մտածել ինչ անենք, որ համատեղ ուժերով այդ երեխեքի ճակատագրերը պարզենք։ Նույն երեխայում ասում ես, մեր երեխեն է կորած, բայց կան տարիքով մարդիկ են, էլի, հենց ստացվում է մեր մոտ, զինվորների, անհատ կորածների հարցերը լուծենք։ Սել ձեր հարցը։ Այսինքն ասոցիացիան չի փոխարինում ակցիաներին, դուք էլի կանեք ակցիաները, էլի գործադրել այս շանսերի վրա, չեք բավարարի սրանք։ Նայեք ասեմ, Ժողովուրդ ջան, մենք ասոցիացիան կազմելով, մենք չենք փոխում, մեր երեխեքի որոնողական աշխատանքները, մեր երեխեքի գրկելու ցանկությունը մեր մեջ չի փոխվում։ Մենք ուղղակի ասոցիացիան ինչով է լավ, որ համատեղ խորհրդով ենք որոշում ինչ անենք, ոչ թե հավաքվում ենք ու ով ինչ ուզենա, դուք նկատած կլինեք, էլի հավաքի ժամանակ ծնողներ տարբեր բաներ ա։ Իսկ ասոցիացիայի շրջանակներում արդեն որոշված կոնկրետ գործողություններ, բայց ելի եմ կրկնում, եթե մի պահ կա, որ հասկանանք ինչ-որ մեկը խոչընդոտում է, մենք հասնենք մեր նպատակին, դու չգիտեմ, ուշադիր եղել եք, ես 23 թվականին 20 օր էլ հացադուլ եմ նստած եղել։ Էլի պատրաստ ենք, ամեն ինչի պատրաստ ենք, մենք չենք կարող մոռանանք այն երեխեքին, ով որ այսօր չկա։ Մեզի հարկավոր է հասկանանք, հանրապետության մեջ, Սփյուռքում, չգիտեմ, ով պատրաստ է այս երեխեքի համար ինչ-որ մի քայլ անելու, մենք իրանց հետ քայլելու ենք։ Ով